կմրցնի։ Այստեղ ոչ մեկին չհաջողվեց խաբել, կեցեք բոլորը։ Դուք եթե ուղղակի refresh անեք, մատով sense գեղեցիկ սաուն շարժում վերևից ներքև ինքը իրեն կթարմացնի, то есть ձեզ շատ հեռու դուրս չի գցի։ Այս անգամ առավել արագ պատասխանեց Ջոնին, չգիտեք որ ձեր մոտ դա պոպուլյար անուն է, բայց առաջատարներից է այժմ այս պայն 2-ի գումարայինով Էլան։ Ով է Էլան, կարելի է իմանալ բուլվականը, դուք եք շատ ուրախ եք։ Ան, մեկ ան Այդան և Դրագոնիտը մեր երրյակին հետևեք էլի ընթացքում են հասնելու։ Դրագոնիտը, դրագոշան դուք ես ասած։ Չէ, մի րոպե դաղալություն կգե, Ռոնալդին էլ չճանաչենք։ Շատ ուրախ է, մարդ է։ Ռոնալդը և մարդ է։ Հաջորդ հարցը նշված գործոններից որն է ազդում 5-րդ և 8-րդ գործոնների վրա։ Ես եմ բրիցի մեջ է։ Անտիթրոմբին 3, պրոտեին C, հյուսվածքային ուղու պլազմինոգենի ինհիբիտոր և հյուսվածքային պլազմինոգենի ակտիվատոր։ Սարասետի շուբեկրպետու ինհիբիտոր, հյուսվածքային գործոնի ուղու ինհիբիտոր։ Չի ադում, ոչ մի կեպ ես մարդկանց շեղը ճիշտ պատասխանից գեցեք, պրոտեին C-ն է, 11 հոգի ճիշտ պատասխան։ Իսկ ինչու է ձեր կարծիքով մինչդեռ մենք ճշտում ենք այս անգամով վերաբերել, հենց բռնել է պրոտեինն են եւ հենց 5-րդ եւ 8-րդ գործոններն է շարքից հանում, որոնք ըստ էության գործոնել չէ։ Տարօրինակ չի ձեզ համար ոչ օքեյ է, հա, ճիշտ եմ հասկանում։ Ասում եմ պրոտեին C-ը պրոտեոլիզի է ենթարկվում այդքան գործոնից հենց 5-ին եւ 8-ին, որոնք իրենցով ոչ թե իրենք էին պրոտեազներ, այլ իրենք երկուսն էլ պրոտեազների աջակից կատալիզատորներ էին։ Ես այստեղ դավադրապաշտական տեսության ինչ-որ բան եմ տեսնում։ Մի հատ էլ այդտեղ հետաքրքիր բան այն, որ տրոմբինը 5-ի 8-ին հետադարձ ակտիվացնում է, բայց տրոմբինը պրոտեին C-ին է ակտիվացնում, որը 5-ին 8-ին ճնշում է, էլի։ Այսինքն ոնց մեր առարկան սիրում է մարդկանց անընդհատ այդ միտքը հնչեցնել, որ իսկապես հակասությունների միասնության և պայքարի օրենքն է իր բոլոր էլեմենտներով և էտապներով։ Եվ հաջորդ հարցը արտաքին ուղու աշխատանքը ստուգում է։ Չակերտավոր թե անչակերտ, խնդրեմ, ինչով ենք ստուգում արտաքին ուղու աշխատանքը, պրոտրոմբինային ժամանակ, պրակցիալ տրոմբոպլաստինային ժամանակ, ամնոսյան ժամանակ և տրոմբինային ժամանակ։ Ինչպես ենք ստուգում արտաքին ուղու աշխատանքը։ Ես բան խոսում։ Դուք ինքները ձեզ եք խոսում։ Շատ բարի, մեծ մասը մեկը ճիշտ է, չհայտի աշխնի մեկը շփոթվել է, 9 հոգի է սպասում ճիշտ։ Եվ իրոք պրոտրոմբինային ժամանակ, եթե ինչ-որ մեկը մոռանում է, տենց արտաքին ուղին ավելի կարճ է, պրոտրոմբինային ժամանակները պժը ավելի կարճ, քան թե ԱՊ, երևում է, որ հաստատ է մյուս ճանապարհը։ Ես գոնե տենց էի պատկերացնում։ Շատ լավ, Էլան մնում է առաջատար, չգիտեմ ոնց է դրան հաջողվում, երևի ինչ-որ մի տեղից քաշել է պատասխանները, 5-րդ հարց։ Որ դեպքում պրակցիալ տրոմբոպլաստինային ժամանակը կլինի նորմալ որ դեպքում կլինի հարցնում է Վիլեբրանդի հիվանդության դեպքում հեմոֆիլիայի, հեմոֆիլիա B-ի և 7-րդ գործոնի դեֆիցիտի։ Լինի նորմալ առնվազն եթե հիշում եք, որ հեմոֆիլիան ու բնամայա նույն բանն է, դեպքիսը կարելի է անել։ Ստեղ հետաքրքիր է այն ամեններից 4 հոգի մի քիչ խառնեց, եկեք մի հատ հիշենք իրավեր, չէ, մի հատ ես ճիշտ եմ օգտովասի ինչու։ Հեսա ասենք ում ենք խոսացնել ուստեղ։ Այս հարցում ամենաառաջինը պատասխանել է փաստորեն Թիլեր, ես ճանաչում եմ ես Թիլեր չոքին, չեմ ուզում իրան հարցնել։ Ահա ճիշտ հասկացա ով էր։
Կարելի է մի հատ Ջոնին հարցով է, Ջոնին ով էր։ Համեցեք Ջոնին մի հատ կասեք, ինչու ոչ Վիլեբրանդը, այլ 7-րդ գործողը։ Հարցը ասենց է, որ երկու մարդիկ ասպասում, ԱՊՏՏ երբեք նորմալ։ Եվ դուք նշել էիք, որ ԱՊՏՏ նորմալ կլինի 7-րդ գործողի դեֆիցիտի դեպքում, այլ ոչ Վիլեբրանդի հիվանդության, հեմոֆիլիայի եւ B-ի։ Ինչու՞։ Որովհետեւ ես ինչքան հիշում եմ, այնտեղ մի հատ բան կար, որ Վիլեբրանդը 5-րդ գործողի հետ կապ ուներ։ Այո, այն իմաստով կապ ուներ, որ նրա պապու ակտիվատորն էր, պապու։ Նկատի ունեմ, որ Վիլեբրանդի գործոնը 8-րդ գործոնի արյան պլազմա, արյան մեջ տեղափոխողն է, նրա կյանքի տևողությունը երկարացնող ու ստաբիլիզացնողը եւ առանց Վիլեբրանդի ունենում ենք 8-ի դեֆիցիտ դե ֆակտո։ Եվ 8-ը եւ 9-ը մակարդելիության այդ in vitro մեր սիրելի դեռ 60-ականներից եւ ավելի հին դեռ սիրելի փաստորեն ներքին ուղու ցուցանիշներ են, իսկ այն պրոտրոմբինային ժամանակը մեզ չափում է արտաքին ուղին, որը գնաց 3-7 սուսյոտ։ Այսինքն իսկապես ԱՊՏՏ-ի նորմալությունը 7-րդ գործոնի դեպքում է լինում։ Նորմալապես ճիշտ ասի, ֆորերը մի քիչ էս կոմեն ոչ ճիշտ։ Հարց 6 Թրոմբոցիտոպենիաներին ինչն է բնորոշ։ Երևի ԱՊՏՏ-ի երկարումը, ԱՊՏՏ-ի երկարումը, այո, դենց էլ գրած է։ Պրոտրոմբինային ժամանակի երկարումը եւ թթային ամասություններ։ Պարցիալ պրոպլասինային ժամանակի երկարումը եւ մենորագյաներ։ Արունասյան ժամանակի երկարումը եւ պետեխյաներ, արունասյան ժամանակի երկարումը եւ հեմակրոզներ։ Մնաց 2 վայրկյան, տեքստը մի քիչ շատ էր, փոխարենը մեր տեսողությունը շատ ուժեղ։ Չու շատ ուժեղ այսօր ժողովրդի լավ է մի հոգի ցույց է տալիս, որ այս ամեն ինչը որպես չի, իսկապես ճիշտ եք բոլորը նկատել։ Կանք մի քիչ ավելի բարդ վիճակներին այդ դեպքում։ Էլան Ջոնի Դրագոնիտը, Թիելերը, Երանը չէ, շատ ոչ են ռողնով սիրի, դուք շատ ուլուս կարես է պատկերը։ Եվ ամեն ինչ դեռ կարա փոխվի։ Հարց 7 Այն մեր երեխային են վերադառնում, հիշում եք, որ պետեխան է, տրոմբոցիտները 22,300, որն է երեխայի հեմորագիկ դիաթեզի առավել հավանական պատճառը, հակաթրոմբոցիտար հակամարմիններ, նացածը դուք Իսկապես, երբ որ չեք հասնում, սեղմեք առաջին փոճակը, ոնց տեսնում ենք այն ավելի հաճախալին ճիշտ, հակաթրոմբոցիտար հակամարմիններն էին, հաստատի արտահայտված թրոմբոցիտոպենիան հենց դրա մասին էր վկայում առնվազն, եւ ավելի հստակ ախտորոշումը ոնց կնչեր, ամենայն հավանականությամբ սուր, իմուն թրոմբոցիտոպենի ֆուրֆուրա եւ նրա ավես կողմը նրանում էր, որ նախկինում ավելի հաճախ հայտնի էր որպես իդիոպաթիկ թրոմբոցիտոպենիկ ֆուրֆուրա եւ ապահովում է լինում էր ITP, բայց եթե մարդիկ հասկացան, որ երիկա մենք մեզ իզովի տեղ դրենք, գիտենք, որ իմունա է ինչի մասին է խոսքը, ուղղակի չասեցին աուտոիմուն, անգլերենով դրանով դեռ թողեցին, որ ITP-ն մնա ITP։ Իմուն թրոմբոցիտոպենիկ ֆուրֆուրա։ Բայց սուրը շատ կարևոր է, որտեղ իդիոպաթիկը քրոնիկն է, ու ստեղ վիրուսներ մեղավոր, քանի դեռ վիրուսային անտիգենը կար օրգանիզմում, ինքը տրոմբոցիտի մակերեսին ֆիքսվելով ստիպել է, որ հակամարմինները իրանք քայքայելու խաթր տրոմբոցիտներին են քայքային, եւ տարբեր վիրուսային ինֆեկցիաների դեպքում դա հանդիպող վիճակ է, սովորաբար ոչ մի միջամտության կարիք չկա, որտեղ վիրուսը օրգանիզմից մաքրվելու պես արդեն պրոցեսը վերանում է։ Ծայրահեղ դեպքերում, եթե տրոմբոցիտների թիվը շատ է իջնում, ասենք 10,000, 5,000 այդ կարգի ցածր, նոր կարող են միջամտել գլյուկոկորտիկոիդների կարճ կուրսով ճնշելու համար հակամարմիններ։ Չի կարելի վիրահանությունների խնդրել այն վայրը, որտեղ տրոմբոցիտները քայքայվում են հեռացնել։ Չէ, որտեղ սուր ինքնալիմիտավորվող պրոցես է։ Ես դեռ վիրահանություններ պես չխափվի։
Արդեն Սերգեյ մի վարքյան ուղարկի կոմենտներ ես անեմ, այնտեղ ժամկետի հարցներ էր հետաքրքիր, քանի օր հետո էլ առաջացել, չկան երկու շաբաթ։ Դու այդ ժամկետնա քանի որ հասցնում են մարգամարմինները առաջանալ վիրուսի անտիգենների հանդեպ եւ հասնենք այն պրոբոսի, այն մակարդակի, որ կարողանան քայքայել այնքան տրոմբոսի, որը բերի այսպիսի կլինիկական պատկերի։ Այլապես, եթե դա լիներ անմիջապես, մենք դա շատ ավելի քիչ հավանական։ Ես օրինակ մի դեպք իմ պրակտիկայում ունեցել եմ հեպատիտայով երեխայի մոտ էր եւ քան որ քթային աննասություններ ուներ ու պուրպուրա, պուրպուրան հուշում էր որ տրոմբոցիտոպենիա է, բայց ոնց որ պետք է դիագնոստիկ անեն, կարող շատ ծանր հեպատիտայա տանում, բայց պրոտրոմբինայի ժամանակը որ նորմալ էր, արդեն հանգիստ հերքում ենք որ մանկատուց գործոնների դեֆիցիտ կա եւ ինքն իրան անցավ։ Իմիջայլոց այս անգամ ամենայցարակը պատասխանեց Ջիջին, ես չգիտեմ դա բարորդ է թե Գրիգորյան Գրիգորը, բայց մահացեց Ջիջի, չենք ճշտիրել որովհետև որ մի ամեն ճիշտ պատասխան։ Ես եմ կանում, ես դեր մեկ ում եմ դες երբով։ Հաջորդ հարցը 57 տարեկան հիվանդը ունի ալկոհոլի չարաշահման երկար պատմություն, նա ունի սպենոմեգալիա, ասցիտ, այլտեն 55, այստեն 118, այն քիչ հետո կխոսենք ինչու ավելի շատ այստեն կամ այլտեն։ Նրա պրոտրոմբինային ժամանակը 25 վայրկյան է, իսկ ՊՏՏ-ն 30 վայրկյան։ Հավանաբար դա պայմանավորված է ինչ-որ գործոնի դեֆիցիտով։ Եվ այդ հարցը 12-17-8-2 սրանք հետին տարբերակները արդեն կարող եք երևի տեսնել այստեղ։ Հավանաբար դա պայմանավորված է որ գործոնի դեֆիցիտով, այսպիսով 12, 10, 7, 8, 2։ Միշտ ապեք խնդրում եմ դեռևս 4 վայրկյան ունեք, հանգիստ մտածեք, որոշեք։ 7-րդ գործոնի դեֆիցիտով կարծում եմ մեծ մասը, ձայն մեծած, ինչպես ասում են։ Այստեղ իհարկե ճիշտ է գլխինգել, մի հատ էլ փորձենք ճշտել ամենաարագներից մեկից ինչու այդպես մտածեցին։ Ջոնին արդեն հարցրել ենք, եկեք Էլային հարցնենք։ Արգելի Էլա, ինչով եք հիմնավորում, որ հենց 7-ի դեֆիցիտով։ Գիտեք, պրոտրոմբինային ժամանակը նվազեցեն երկրածեր, այսինքն պիտի խնդիր կա, իսկ էպիտիտին նորմալ էր, այսինքն այդ խնդիրը ներքին ուղղով ոչ թե։ Բայց յարդը չէր արտադրում են բոլոր գործոնները։ ԱՊՏՏ-ն էլ չէ մի րոպե։ Յարդը արտադրում էր համ ներքին ուղու գործոններ, համ արտաքին ուղու գործոններ, ինչի հենց ՊՏՏ-ներ երկարում։ Ավելի արագ է։ Ինչու։ Որովհետև այս ժամանակը ավելի կարճ է։ Ճիշտ է։ Սա նույն տրամաբանությունը գործում է եւ վիտամին K դեֆիցիտի դեպքում եւ լյարդային սինթետիկ ֆունկցիայի թուլացման դեպքում երկու դեպքում էլ այդ արագ նրա քայքայվելը վճռական դեր ունի եւ շատ այդ իմաստով մեծացնում է այս հասարակ տեստերի արժեքը։ ՊՏԱ-ՊՏՏ ու դու միանգամից 7-ի վրա դուրս եկար այդքան գործոնների միջից շնորհակալություն։ Այստեղ մի հատ էլ պրակտիկ կա, եթե մենք ունենք իրոք այսպեսի եթե հիվանդ ունենք, ամեն դեպքում մենք փորձել ենք վիկասով տալ ներարկման ճանապարհով, որտեղ չի բացառվում, որ ինքը լեղու դեֆիցիտ ունի, լավ չի արտադրում լեղի վիտամին K չի ներծծվում, եթե վիտամին K-ի վրա մենք ունեցանք պրոտրոմբինային ժամանակի գոնե որոշակի կարճացում, դա պրոգնոստիկ լավ նշան է, իսկ եթե ՊՏ-ն ոնց կար տենց մնաց, դա վատ նշան է, այսինքն հեպատոցիտ արդեն գործող չի մնացել։ Շատ բարի, եկեք անցնենք մանկական մի այլ պրոբլեմի, ցիստիկ ֆիբրոզով, որը դեռևս շատերը նախընտրում են մուկովիսցիդոզ կոչել, երեխայի մոտ զարգացել է ճարպերի ներծծման խանգարում, նրա մոտ նկատվում է հեմորագիկ դիաթեզ, վարկած գործոններից որի անբավարարության հետևանքով է զարգացել, այս դեպքում մակարդելիության խանգարումը։ 12-րդ գործոն, պրոտեին C, պրոտրոմբին, 8-րդ գործոն և 5-րդ գործոն։ Հատը երկար չենք ներծծել, հա։ Ու ճարպարուց վիտամինը չենք ներծծել։
մոտ այդ հիվանդ երեխան չի ներծծել, մենք միասին չի։ Բազմազանություն դրանց պատասխանների հարցը ուղղենք, եկեք սկզբից տեսնենք նորից էլի ապնսնիկ էջ դրեք Вообще, այս ուսանողական ձևակերպումներ պետք էր թողել ճարպերի ներծծման այո, առանց դրա պետք է լիներ, բայց TLR 4-ից ազդանշանում եկա, որ մենք շեշտավորում անենք ճարպերի ներծծման խանգարման վրա, պայմանավորված հավանաբար զարգացող քրոնիկ պանկրեատիտով, որի արդյունքում փոքրանում է լիպազը, քչանում է լիպազը, ճարպերը չեն ներծծվում եւ դրա հետ մեկտեղ ելի ինչ-որ ճարպավից վիտամիններ կան, ասում են, որոնք որ չեն ներծծվում եւ որպես վիտամինների մասնագետ բերեք, բայց չիմացա ով է ճիշտ պատասխանը, մի րոպե հետ կան, այսպես կինի։ Այն հիմա ցույց կտաս դեռ ճիշտ էր։ Երանին եկեք հարցնենք։ Երանի բանան Երանի։ Ով է։ Կեցեք։ Կհիմնավորեք ձեր մոտեցումը։ Որովհետև մանկական հասակում ճարպերի հետ կապված այդ մեզոների շրջանում ճարպերի հետ կապված այդ մակահարության մեխանիզմը չի գործում։ Մի ալտերնատիվ sense մեկնաբանություն էլ կա, որ ճարպալույց վիտամիններն են ADE-կան, եւ այդ ADE-կաներից մի քիչ ավելի շատ հեմոստազի հետ կապված է կամ, քան մյուսները, եւ վիտամին K կախյալ հետեւաբար գործոնների մեջ պետք է նայենք խնդրումը, չէ՞։ Վիտամին K կախյալ գործոնները, ով 72 թիվը, նրանք շատ լավ են հիշում։ 10, 9, 7, 2 Հետևաբար խնդիրը կարելի է, եթե ժամանակ ունենային մտածելու, նայել ստեղից 10, 9, 7, 2 ով կա։ Ստացվում է, որ մենակ պրոտրոմբինը, որը երկրորդ գործոնն է, եւ շատ հետաքրքիր է, որ դուք ալտերնատիվ ճանապարհով եւս եկաք ճիշտ լուծման։ Բայց իրական կյանքում ասենք թե 7-ը բնականաբար ավելի առաջի պլան կդար թերևս։ Համաձայն եք։ Բայց քանի որ դրա մասին արդեն խոսվել է, էլ բան չանենք։ Դրանք ուղղված է այստեղ 16 տարեկան աղջիկը անամնեզում ունի հեշտ առաջացող տապուկներ եւ կրկնվող փթային աննավսումներ։ Մեն արդեն եղել է 13 տարեկանում, այդ ժամանակվանից ի վեր նկատվել է նաեւ մենոռագիաներ։ Նման դանդաղներ ուներ նրա քույրը եւ ուրախույրը։ Լաբորատոր հետազոտության արդյունքները հեմոգլոբինը 10, 11 գրամ դեցիլիտրով թրոմբոցիտներ 267,000, պրոտրոմբինային ժամանակը 12 վայրկյան, ՊՏՏ-ն 39 վայրկյան, անմասության ժամանակը 9.5 րոպե։ Հիվանդի պլազմայի 1:1-ի ահաբերության առողջ դոնորի պլազմայի ավելացումը կարգավորել է ՊՏՏ-ի արժեքը մինչև նորմա, որն է առավել հավանական ախտորոշումը։ ՏՆՄ համախտանիշ, իդիոպաթիկ թրոմբոցիտոպենիկ պուրպուրա, հեմոֆիլիա A, թրոմբոցիտոպենիկ պուրպուրա, արյան քրոնիկական կորուստ, Դեպրանտի հիվանդություն։ Տեխնիկական հարցի հետ չկա։ Ինֆրեշարան ինգիտեզներ ներսկցի։ Կամ, եթե կոդ անորեց ուզում, կոդը հիշեցնենք 57, 91, 91, 56։ 57, 91, 91, 56։ Բայց ի նախորդ տվյալները ասել են չի։ Չէ, պահում է, ինքը ձեզ հիշում է։ Գնացինք։ Որն է առավել հավանական ախտորոշումը այսպիսով է պատմության մեջ ՏՆՄ համախտանիշ, իդիոպաթիկ թրոմբոցիտոպենիկ պուրպուրա, հեմոֆիլիա A, Վիլեբրանդի հիվանդություն եւ վիտամին K-ի անբավարարություն։ Դե բայց մենք կարդացինք։ Հայդի հիմա ժամանակը իսկապես քիչ էր։ Բայց միևնույն է, ամենից հաճախ պատասխան հանդիպածը ճիշտ էր, վերջապես այդ տարօրինակ Վիլեբրանդը դարձավ պատասխան, ես իրաք շատ սիրում եմ, տեսնենք ով այդ։
TLR-ը, SM-ը եւ 111-ը։ Եկեք 111-ին գտնենք։ Ճիշտ եք։ Ով է։ Ես։ Անդրեյ։ Ես չէի։ Իսկ SM-ը։ SM-ը ես եմ։ Համեցեք։ Քանի որ անհրաժեշտությունները մշտական էին, ժառանգական էին եւ պիտի դասերին։ Մի րոպե ժառանգականը ո՞նց իմացաք։ Որակույնը ունե, պիտին ավելի կարճ, պիտին ավելի երկար։ Իսկ կներեք, որ ընդհատում եմ ինչ դիտավորյալ ոչ խաղաղարի ունի, կներեք։ Ուզում եմ ասել, երևում է, չէ՞, արդեն, որ ես հիվանդության նկարագրությունից, որ հորակույտ, մորակույտ, սաղ կանայք, ուրեմն X քրոմոսոմի հետ է պրոբլեմը։ Այդտենց։ Ավոր քրոմոսոմի վրա է։ Սկզբունքով տրոմբոցիտները նորմալ են, տրոմբոստոպենիաներ չեն կարող լինել, այրանքրոնիկ կորստը շատ պրիմիտիվ էր, քրոնիկ կորստի համար հեմոգլոբինը շատ վատը չէր, հեմոֆիլիան AMX link պիտի լիներ, մնաց Արաքրոնիկ կորիստ դիագնոզ երկաթ դեֆիցիտային Նաև նկատի առնենք, որ օրինակ դեպ պարզա գործ ունեցող մարդիկ եք երկուսանոց չեք, բայց շատ-շատերը այն ժամանակ, երբ որ նոր էին բանանում, մտածում էին, որ արյունահոսության հետևանքով կարող են նվազել եւ թրոմբոցիտները, եւ էրիթրոցիտները, եւ լեյկոցիտները, բայց այդ ինչ մեր նվազողները իրանք էրիթրոցիտներն են լինում։ Ինչ վերաբերում է նաև քրոմոսոմին եւ ժառանգման ձևին, իսկապես առաջինը, որ մտածում ենք ավելի աջավ հանդիպող կամ լսված, տենց ասեմ, ոչ թե հանդիպող, ավելի լսվածը հեմոֆիլիա ան կարող է լինել կամ նրա ինչ-որի ձևը կանբեն, բայց նրանք իսկապես X-ի հետ շղթայակցված են եւ հետեւաբար կանանց մոտ չէ հանդիպի, հետ իմաստով եւս սա դուրս է գալիս եւ այդ է գալիս վիդելորանտը, որի ոչ միայն ժառանգական, այլ նաեւ ձեռքբերովի ձևեր կան։ Շատ լավ։ Այսպիսի հիվանդին, եթե ինքը արյունահոսի, ասենք, վիրահատության ընթացքում կարա դեսմոպրեսինը օգնի, որը սինթետիկ վազոպրեսին է։ Դեսմոպրեսինը ստիպում է, որ էնդոթելը իր պայսրավորած Վիլեբրանդի գործոնի նետի արյան մեջ։ Այսպիսով ժամանակավոր ակտիվությունը ստանում ենք։ Շատ լավ։ 6 տարեկան խային մոտ ատամի հեռացումից հետո զարգացել է ուժեղ արյունահոսություն, երեխայի մոտ նկատվում է նաև հեմարտրոզների առաջացում փոքր քանակներից հետո։ Նրա ՊՏ-ն նորմալ է, իսկ ԱՊՏՏ-ն երկարած։ Տվյալ հիվանդի արյունը կմակարդվի թվարկվածներից, որի ավելացումից հետո։ Ուրոկինազ, պրոտեին C, ֆիբրինոգեն, թրոմբին, ագերմոնի գործոն։ Հասկանալի է։ Չէ։ Ինչ ավելացնենք, որ նա մակարդվի։ Սրվակի մեջ։ Սրվակի մեջ պարզա։ Ուրոկինազ, պրոտեին C, ֆիբրինոգեն, թրոմբին, ագերմոնի գործոն։ Սեն դուք տեսակ որտեղ է պրոբլեմը, հացը ձևակերպած է փոքր այլ կերպ, ինչ ավելացնենք, որ հիմա մակարդումը տեղի ունենա։ 3, 2, 1 Շատ լավ։ Շատ լավ, իսկապես ստեղ առաջի հայացքից ամենահեշտ պատասխանը եւ ամենաճիշտ պատասխանն էր, ոչ մի տենց հատուկ թակարդ չկար տրված։ Տեսնենք դրա ընդհանուր պատկերը փոխվում է, թե չէ։ Ինչ շապապոկվել է նման, վերջոցը Ջոնին կամ Բրավոնի կրոնադես, 15 ջիջին եւ բայց ամենաարագը մավացեց 3 ամը։ Հաջորդը 68 տարեկան տղամարդու ձախ կոնքազդրային հոդը պրոթեզավորվել է հոդի դեգեներատիվ ախտանման պատճառով։ Չնայած ցածր մոլեկուլային հեպարի նշանակման, նրա մոտ զարգացել է աչքսնկային երակի թրոմբոզ, հետվիրահատական 4-րդ օրը։ Ինչ լաբորատոր տեսքերում ցույցված այս հիվանդին։ Լեյդենյան մուտացիա եւ պրոթրոմբինի գենի մուտացիայի ստուգում, պրոտեին C-ի, S-ի, անտիթրոմբինի ակտիվության ստուգում, ցածրահասության լիպոպրոտեինների եւ հոմոցիստերի մակարդակի ստուգում, բոլորն էլ ցույցված են, ոչ մեկն էլ ցույցված չէ։ Օք։
ցած եւ այսպես ինչ լաբորատոր տեստեր են ցուցված այս հիվանդին։ Ստուգենք Լեյդենյան մուտացիան, պետքաթորմի Նիդերլանդներ, պրոտեին C կեսյանցի կոմբինի արտադրության ստուգում, ցածր խտության լիպոպրոտեինի հոմոսիստեի մակարդակի ստուգում, բոլորը ոչ մեկը։ Իսկ բոլորը եւ ոչ մեկը պատասխանել գրավիչ կնեն շատերի համար։ Չէ, մեկական ամենը։ Ինչևէ, եկեք մի հատ տեսնենք ինչ մտքեր կան ինչու սրտից առաջի անգամ որ մեկ ճիշտ պատասխանում ենք, չէ՞, սենց եկեք մի հատ տեսնենք բոլոր ներքերով, ուրեմն ինքը սենց զուտ ինտուիտիվ է ասել ոչ մեկ, թե հիմնավոր։ Հաբարավորը տիպով աշխատի չէ։ Ստեղ leaderboard-ը չկա, այնց որ ըստ ցանկության չենք իմանում դա ով է, բայց այս հետագա գալիս է սպասարկողի։ Մի հատ կասեք ինչու չուզեցին մի բան տեստավորել։ Դուք вообще ավտոմաշինի ցես չունեք, ես հասկացա։ Ոչ, բանը ցուցված չի։ Ռոմբոկենա դեցել պետք է։ Որտեղ եք աշխատում հանդեպ իշտելը դեցել։ Խնդիրը կդնեք աշխատանքին։ Աչքի առաջ խնդրել։ Այդ հիվանդները երկրանդեպ անգոնային ռեժիմն են անշարժ վիճակում են ու իրենց թրոմբոների առաջացման պատճառը իրականում իրենց անշարժ վիճակն է, ոչ թե ինչ-որ իրենց խնդիրները։ Ստատիստիկորեն եթե կոմպասային հոդի էնդոպրոթեզային կամ ծանոթ տրավմատիկ վիրահատություններից հետո դուրս գրվելուց եթե հիվանդների մեկ դուպլեքս հետազոտություն անենք, 80%-ի մոտ սյունքի խորանից երակներում որևէ թրոմբոզ կտեսնենք, որը կլինիկորեն որևէ դրսևորում չի ունենում ու շատ հաճախ նաև բուժման կարիք չի ունենում։ Շատ լավ, իսկ չեք կարծում, որ եթե այնուամենայնիվ նրա մոտ դրսևորում առաջացրելական կարող առաջացնի, միգուցե մենք Լեյդենյան մուտացիան հայտնաբերենք եւ նրան էլ ավելի զգուշ ասենք զգուշացինք ու մոտ այս բաներ կա։ Չէ։ Ինչևէ խնդիր կունենար։ Ինչ ուզում եք մեկնաբանության։ Ես կուզեի ասել, որ եթե մենք ունենք գերակային տրոմբոզի դեպք, առաջի հարցը, որ մենք մեզ պատկանանք, դա պրովոկացված տրոմբ է, թե ոչ պրովոկացված, ամենակարևոր հարցը։ Եթե տրոմբը պրովոկացված է մեծ վիրահատությունով, ոնց որ մեր պացիենտի մոտ, լրացուցիչ որևէ ստուգում պետք չի, դա սիտուացիոն տրոմբ է եւ հետագայում վերադարձի ռիսկը շատ ցածր է։ Բայց եթե տրոմբը պրովոկացված չի, այդա կարա մեզ միտք տա վերցնենք ստուգենք ժառանգական տրոմբոֆիլիաները։ Բայց էլի տեղ կան որոշ մեկպես պետք է ասենք, իսկ ինչ հարց ենք լուծում ժառանգական տրոմբոֆիլիա ստուգելով։ Եթե մարդը ունի չպրովոկացված տրոմբ, մեկը ստանդարտ ինքը իր բուժումը ստանալու է։ Հետագայի համար առանձնապես ոչ մի բան չի փոխում, ունի տրոմբոֆիլիա թե չունի։ Իսկ օրինակ եթե մարդը նատիրան եւ ունի Լեյդենյան մուտացիա, եթե դու իրան դատաս, ինքը կարա ստվարդեսային ցույց տա, ասի, հեսա, եթե ես չնստեմ բիզնես կլասում, մոտս տրոմբվելու է ինքնաթիռը նստի։ Նակամտացի մարդու կնստես մարդ։ Լավ, եթե ինքը ասենք ունի ընտանեկան անամնես, որ իրանց մոտ եղել են չպրովոկացված տրոմբի ռիսկ է, մեկը մենք բոլոր տրոմբոֆիլիաները չենք է ստուգում, դա էլ ավելի ինֆորմատիվ է, քան թե եթե ինքը իմանա Լեյդենյան չունի ու վստահ անշարժ նստի։ Բայց եթե այս դեպքում ոչ թե դիրա այլ ժողովրդության համար։ Նույնիսկ այնտեղ բյուջետի դրույթներ կա, չգիտեմ դրա մասին ունենալ եք բաց։ Հեսա դրանք կանրադառնալ։ Ես մի հատ բան ասեմ, էլի արդյոք ես ճիշտ շարժ։ Այս տեստերը հա ճիշտ է, բայց օրինակ նույն հեպարին է կարա հենց խրտանի թրոմբ առաջացնել, այսինքն հենց ինքն է խրտանով։ Այո, հա ինչ։ Ասենք հեպարին ասոցիացված թրոմբոցիտապենը թրոմբոզ կարա չի կարա մի ցածր։ Շատ ավելի քիչ հավանական է, որովհետև ցածր, որտեղ ինքը նատիրամեխանիզմը գլխավորապես իմուն է, եւ ցածր ֆրակցիայի հեպարինների հանդեպ այդպիսի իմուն ռեակցիաները խիստ հազվադեպ են հանդիպում, то есть շատ ավելի քիչ, քան թե մեր ոչ ֆրակցիոնացված հեպարին։ Հետո ինքը ունի ստեղ աշնարու պրովոկացնող գործոն, ծավալային վիրահատությունը Բան չունեմ ասելու, նա ունի, բայց չունենար
կոպիտ ասած վաղուց էլ մի բան կունենար, չմոռանանք նույն այդ վիրխով մարդը ասել է, մարդը ունի, ասենք թե պրոբլեմ, ենթադրենք գենետիկ, պատի բայց մի հատ էլ բան գումարվի, որ դա առաջանա, այսինքն կոպիտ ասած, այս թեստի խնդրի հարցադրման իմաստը ոչ թե նրանում է, որ նա հաստատ դա չունի, այլ նրանում է, որ դրա իմացությունը հատուկ մի որոշման կայացման վրա հատուկ մի ինֆորմացիա չի տալու, այդ իմաստով ասում է իզուր տեղը մարդուն մի բան արեք, բայց եթե ձեր լաբորատորիան պարապ-սարապ լրված է եւ ասենք թե ասում է ինչի բաներ չեք բերում, անալիզներ չեք բերում, լիքը փողեր, բա դա ուրիշ պատմություն է, դրա մասին չենք Հուսամ, որ դե բան չի երևում, եկեք ստեղ նայենք այս հրաշալի ողջերին, 32-ամյա տղամարդը վերջին 6 տարվա ընթացքում ունեցել է խորանից երակների թրոմբոզի 3 դեպք։ Հիվանդի ԱԲՏՏ նորմալ է եւ մնում է գրեթե անփոփոխ, երբ նրա պլազմայի նմուշին ավելացվում է ակտիվացված պրոտեին C։ Հիվանդի մոտ հավանաբար առկա է հաստատելի ադենոկարցինոմա, պարապրոտեինեմիա, պրոտեին C-ի դեֆիցիտ, լեյդենյան մուտացիա, ինֆեկցիայի քրոնիկ օջախ։ Как раз լավ է որ զույգի մեջ եկա բարձր ամփոփի է։ Այդ բանն է մեղավոր ոչ թե դուք, հեսա մի հատ էլ ռիֆրեշ արեք, այդ նույնն էլ իմ մոտ գնաց էլի։ Մի հատ էլ անենք, պատրաստ եք։ Եվ այսպես հացվում է, թե ինչ է հիվանդի մոտ առկա, հաստատելի ադենոկարցինոմա, պարապրոտեինեմիա, պրոտեին C-ի դեֆիցիտ, լեյդենյան մուտացիա և ինֆեկցիայի քրոնիկ օջախ։ 8 հոգի արդեն քվեարկել է, մնաց է 9-րդ մեղա, times up, 10-ն էլ հասցրեցին շատ լավ։ Okay, լեյդենյան մուտացիա իրոք պիտի պարներ, չգիտեմ հատուկ բան կա, մեկ նավանելու։ Պրեզենտացիայում մի փոքր ինֆորմացիա ունեք։ Այո, այն որ գրեթե ամփոփող, եթե պլազմայի մուշին է նկատի ունենք։ Չէ, հաջորդվայր։ Այս հոդվածը, եթե ձեզ այս թեման հետաքրքրում է, կարող